Ալելույա, ես օրհնված եմ եւ քաչալերված եմ գողքինս թողի լսե որ ես եկած եմ դերը տեսնելու։ Ես եկած եմ Տիրոջը հանդիպելու։ Ես եկած եմ իմ սերս հայտնելու Տիրոջը։ Ալելույա։ Սիրելիներ, ինչպես ասավ քույրիկը անունս Սակո, մագանունս Քելեշյան, Գաբրիմ Լոս Անջելես, Համարիա 20 տարի բիլլա Գբատկանիմ հայ արաքելական եկեղեցվո զավակ եմ ես։ Բարձանք ունիմ, որ հայ արաքելական եկեղեցվո զավակ եմ։ Հիսուս Քրիստոսի արյունով որդեգրված Աստուծո որդի, Սուրբ ավազանի մեջ մգրդված, գանչված ասկից ծառայելու, սորված եմ Աստվածաշունչեն, որ ինչ կնշանակե իմ նախահայրերուս մեզի ցկած հավատքը, արմատները եւ ամրորեն գուզեմ գարչիլ իմ նախահայրերուս հավատքին վրա Աստվածաշունչին լույսին դակ։ Պողոս Արաքյալյանի առաջրյային հետ կհույնին, ես ալարաջ գուզեմ իմ հայրենագիցներուս խոսքը փոխանցել, որովհետև Մովսեսը, Հիսուսը եւ Պողոս Արաքյալ ինձ սորվեցուցին հայրենասիրություն ու ազգասիրությունը, ես ուրիշ տեղեն չի սորվեցա։ Անտոնամար սիրելիներ, իմ սրտիս վրա ծանրացածը այն է, որ ուր որ հայորդիներ կան ծրված աշխարհի դարբեր հողամասերուն, փափակս եւ բեռնավորումս այն է, որ հասնի խոսքը բրգարար, բժշկարար իրենց եւս։ Իմ բադարիկներս, իմ փշրանքներս, իմ դգարությունս, իմ սահմանապահությունս ով դեր այսօր կործած է անգամ եւս կուպարկիտ համար եւ անոնք որոնք կտիրեն հերու են կամ մոդեն եւ կամ պիտի տիտեն եդակային անոնց կյանքերում մեջ ներգործող զորությունը տլա եւ թող որ անոնք ամեն բանի մեջ քեզ տեսնեն ոչ թե անձը ոչ թե անձերը այլ տեսնեն քեզ ով դեր քու խոսքիդ մեջ են ուստի ներգա այս բանի մեջ քու խոսքդ մեծարե եւ փառավորե որովհետեւ քեզի կպատկանի ողջ փառքը բադիվը երգրբակությունն ու զորությունը Հավիդենից մինչև Հավիդյան օրհնյալ ես ով դեր ամեն Երկար տարիներ առաջ, երբ նոր էին կացել Ամերիկա Միացյալ Նահանգներ, ուրեմն քրոջս դան յետևի փագ մգար, փագ։ Եվ այդ փագի մեջ քանիմը փույսեր դնգված էին, փույսերը մեկը աթամաթուզն էր, աթամաթուզը cactus, որ երբ որ հազիվ ցերկդ գերգարես, փուշերով լեցուն է եւ վտանգավոր է, երեխան 4 տարեկան էր մանչ զավակս, ես և ինքը գկալեինք այդ անցքեն և անգարց ինքը սխալմամբ ցերկը երգարեց այդ փույսին և սկսավ լալ ամիջապես, ես հազիվ որ գրծա կաշել ցերկը, արդեն փուշերը բադած էին իր թաթիկին վրա և սկսա մեգիկ մակրել փուշերը և որքան որ գմակրեի այդ փուշերը, որոնք սպիտակ էին, թափանցիկ փուշեր էին, ժամանակ արավ հետս մակրելը, իր արդյունքները ավելի գթաթրեին, կհանգստանար երեխան։ Եվ ուրեմն խորեցավ, որ վերջացավ, մակրվեցավ, ալ փուշ չի մնաց, բայց տակավին գսեր, բաբա գծավի, ես գնայի լավ այդպես, բամը չի մնաց տղաս, ամեն գոմ մակուր է, ուր դեղդ գծավի, ինչ դագավին, ուր գա, որ ես չեմ նգադաց, հետո դեսա, որ իր բջլիկ մադիկներուն արանքը, աննշմարելի դեղը փուշ մգա, և այդ մեկ փուշը կան հանգստացներ իրեն, գծագեր իրեն, այսօրվան յութիս խորակիրն է, ծածուկ ծավեր։ Բանանք մեր նոր գդագարանները Մարգոսի ավետարանի 5-րդ գլուխ և 24-րդ համարեն կարդամ։
Հիսուս գնաց Հայրոսի հետ, իրեն հետ խուրն բազմություն մնալ գերտար եւ գնեղեր զինք։ Գին մգար, որ 12 տարի է իվեր արյունահոսութենե գդարաբեր։ Անիգա բժիշկներու ցերկեն շատ նեղություն քաշածեր։ Իր ամբողջ ունեցածը վադներ էր, բայց օգուտ չէր դեսած։ Ընթագարակը հիվանդությունը ավելի վատ տարածեր էր։ Լսելով Հիսուսին մասին, ամփոխի մեջ են եկավ եւ Հիսուսի յետևեն թբավ անոր հակուստին։ Որովհետեւ իրեն գխորեր ու գսեր միայն թփչիմ անոր հակուստին եւ պիտի բժշկվիմ։ Անմիջապես անոր արյունահոսությունը դադրեցավ եւ ինք իր մարմնի մեջ զգաց, որ իր հիվանդութենեն բժշկվեցավ։ Նույն բահուն Հիսուս զգաց, թե իր մեծ զորությունը դուրս եկավ։ Ամփոխին մեջ յետև դարձավ եւ ասավ. Ով տվավ հագուստիս։ Աշակերտները ասին իրեն. Դեսնես որ ամփոխը քեզ գերմշտգե։ Եվ թունգսես ով տվավ հագուստիս։ Հիսուս 4 կողմը գնայր դեսնելու համար թե ով ըրավ այդ մեկը։ Գինը քանի որ քախնի թված էր Հիսուսի եւ գիտնալով ինչ բադահած էր իրեն, վախեն թողթողալով եկավ ինգավ անոր ոտքերուն առջև եւ իրականությունը ասավ։ Հիսուսը ասավ անոր. աղջիկս, հավատքդ քեզ բրգեց, խաղաղությամբ գնա եւ բժշկվե քու ցավերդ։ Ալելույա։ Ձածուկ ցավեր։ Այս անձանոտ գինը, որուն թեփքը բացմությունը գրված է 3 ավետարաններում մեջ, կտեսնենք, որ շատ խորունկ եւ շատ այժմեական դասեր վերաբաղված է ամեն մեկուս համար։ Անունը չէ հիշված այս կնոջ, բայց եկեք մոդեն քննարկենք այս թեփքը եւ վերցնենք ամեն մեկս մեր բաժինը այս դերունական օրվան մեջ։ Գին մգար։ Եվ այս գինը խնդիրը ուներ ֆիզիկական։ Այս ցավը, որ այս գինը ուներ, մնայուն ցավ էր։ Այսինքն ցավ մչեր, որ ագրայի ցավին նմանի, գիտես, ագրատ կցավի բեմնալիետ կերտա։ Գմդածես ադամնապուժի երթալ, հետո գնայիս մի քանի օր ցավ չի գա։ Ես ինչ պիտի երթամ ադամնապուժի, բեք չի գա երթալու։ Հետո ետ կսկսի ցավը։ Այդպես չէր։ Այս կինը ամեն օր ցավ ուներ։ Ամեն վարյան ցավ ուներ, ուրեմն մնայուն ցավ է ասիգա իր մարմնի մեջ։ Ոչ քիշեր, ոչ ցերեկ, ոչ երկրեն դուրս, ոչ երկրեն ներս, ոչ օտանավի մեջ, ոչ նավուն վրա։ Տարբերություն չէր ներ իրեն համար։ Ամենալավ միջավայրերում մեջ որալ երթար, ամենա քեղեցիկ դեսարժան վայրերն ալ երթար, բդդեր, ցավը հետներ։ Գլուխը գտներ անգողինը եւ պիտի քնանար ցավը օներ։ Աչքերը կփանար, գարթնար եւ օրը կսկսեր ցավը հետներ։ Մշտական ցավ, մնայուն ցավ, ինչ որալ ըներ, այն ցավեն չէր գրնար ազատվիլ, որովհետեւ ադիգա իր մարմնի մեջներ։ Վիճակներ կան սիրելիներ, ոչ կրնաս հերացնել քեզ մե, ոչ կրնաս փոխել, ոչ կրնաս չնչել, ոչ կրնաս նեդել, ոչ կրնաս ձախել, ոչ կրնաս վարձուդալ։ Քեզի կպատկանի այդ ցավը։ Իր սեփականություններ, մշտական ցավեր, որ մեթուրս չեր գրնար քալ, չեր գրնար ազատվիլ։ Այս ցավը նաև երկարադեպ ցավ մներ, որովհետև մեկ շաբթվա ցավ չէր, մեկ օրվա, մեկ ամսվա, 6 ամսվա ցավ չէր։ Այս ցավը 12 դարվա ցավ էր։ Մեկը կա մեր մեջ 12 տարեկան բադանի հոսքա մեկը։ 12 տարեկան։
ծնածորդ մինչև 12 տարեկան երբ որ հասար, այս կինը այդքան ժամանակահատվածի մեջ այս ցավը ուներ։ Սա կնշանակե, որ հին ցավ մներ, նոր ցավը չէր ասիգա։ Հին վերք մներ, հին փորձառություն մներ։ Արմատները խորն էին, մագերեսը չէր։ Ժամանակե ի վեր երկար դանչող էր իրեն։ Ովքեր ունեցած են այնպիսի վիճակներ, որ նոր բան չէ, դարիներ իրենց հետ գրած են։ Դարիներ իրենց հետ այդ փերը, այդ ձանրությունը, այդ դանչանքը գրած են եւ ոչ գրծած են ցերփազատվիլ, ոչ գրծած են հրաշարիլ, ինչպես ասի, ոչ գրծած են ձախել, թափել, չնչել։ 12 տարի է գդարաբեր։ Եվ սակայն 12 տարվա ընթացքին ինքը թիմեց շատ միջոցներ դռներ փախեց։ Գնաց այս թուրը փախեց, մյուս թուրը փախեց, խորհրդադուներու թիմեց, բժիշկներու թիմեց, մասնակետներու թիմեց, բնական, փուսական, հավանաբար, բնական, փուսական միջոցներու թիմեց, կպատկերացնեմ, որ ամեն ինչ հրած էր, ամեն թուր փախած էր, ինչպես թունք ու ցավիտ համար գտիմես, զանազան դեղեր, այս գինը ամեն միջոց թիմած էր, մասնակետներն անգամ չէին գրծած իրեն պատասխան տալ, որովհետև անգարող էին։ Ոչ միայն անգարող էին, խոսքը գսե որ բժիշկներու ցերքեն շատ նեղություն քաշած էր։ Գրնալ որ բժիշկը նեղություն դա հիվանդին, այս բժիշկները նեղություն դվերեն։ Այս բժիշկները գնոջ վիճակը բարելավելու դեղ ավելի վատթարացուցած են։ Բժշկելու դեղ հիվանդացուցած են։ Ուրեմն ուր որ կացեր է ինքը, որ մեկ բժշկին մոտ ներգայացեր է իր ախտերով, այդ բժիշկը իրեն ավելի դանչեր է։ Դանչեր է իրեն հույս տալով, դանչեր է իրեն իր դված թեղերով, և դանչեր է իրեն իր մեջ թրամ կաշելով, փող արեր է, փող արեր է, գրգեր է իրեն, ույս բժիշկին կացեր անի, ալ փող արեր, անալ գրգեր իրեն, վրան խտացեր է։ Եվ այս կինը դարաբեր է, և ամեն անգամ որ կացեր է բժիշկին կարծեր է, որ այդ բժիշկը իրեն իրապես պիտ դարման է, ժպիտով, ագնգալությամբ, հույսով ներս մդեր է, և սեր է, ինչքան վճարեմ քեզի, պատրաստ եմ վճարելու, միայն ինձի ցավես ազատ է, և անիգ ասեր, այո, ազատ եմ քեզի, այս տեղը արկորձած է, ավասիկ քեզի տեղակիր, կնակրե, կդիր, արկորձած է, երկու շաբաթ հետո զանգիր ինձի, ես քեզի հետ կխոսիմ, երկու շաբաթ հետո գինը կզանգե իրեն, ինչպես եղար, օ ավելի վատ թարացած եմ։ Գիտեք ինչու սիրելներ, որովհետև մենք չենք գիտեր մեր ցավերուն համար որու դիմել։ Սխալ հասցեի գերտանք։ Երբ որ տագնապները գշատնան, ցախորտությունները մեկը մյուսին կհաջորդե, մենք փոխանակ ճիշտ ադրեսին երթալու, ճիշտ հասցեակին երթալու գերտանք օրինակի համար փախտակուշագի։ Գերտանք թուղթուկիր ընողներու։ Մեր ժողովրդի մեջ ընդհանրացած է ասիա։ Գերտանք ափերնից կարդացնելու, ափս կարդա։ Ինչդ կարդամ, ափս կարդա։ Ինչ գրված է ափիս մեջ։ Եվ անդիա գսկսի բանաստեղծություններս էլ է, որ ափդ կգարդա։ Գիծար գսե ջամփամը գա այստեղը, սկիզբը նեղ է, վերջը լայն է, հետո գնեղնա, հետո կբարձանա, բայց լուսավոր է, հետո գերտաստուն այդ հույսով գաբրիս, որ քեզի մեկը գարթած ափդ կամ թուղթուկիրը, որովհետև ցախորտությունները յետևի են ընտանիքիդ մեջ, քու կյանքիդ մեջ, որպես երիտասարդ, որպես կին, որպես նշանված զույգ, ամուսնացած զույգ, որպես համալսարանական եւ կամ աշխատող, հարցեր կան եւ աթուն հարցերը լուծելու համար գերտաս գախարտներուքով եւ գսես մդիգեն եմ ասոնց նայում ինչ պիտեսեն եւ մեծ սպասումով եւ ագնկալությամբ հանգարց կանտրատարնաս, որ ավելի վատթարացած է վիճակդ։ Աստծո խոսքը գսե անոնք ազատություն կխոստանան,
բայց չենք գիտեր, որ աբագանության որդիներ են։ Երբեմն մարդիկ կխափեն մեզի իրենց շահին համար եւ հոգ չէ թե մեզի ավելի քեշ վատ վիճակներու հասցնեն, կարևորը իրենք փողը սարքեն։ Եվ այս գնոջը բարական նույնն էր։ Բժիշկներ բնավ լսեր եք, որ մեկումը չարչարեր են, այս գնոջ չարչարեր են։ Իբր թե պիտի բժշկեն։ Ուրեմն հետս հետ ավելի վատթարացող գացությունն էր այս գնոջ գացությունը, այս գնոջ վիճակը, բժիշկներու ցերքեն շատ նեղություն քաշած էր, իրան փոչ ունեցածը վատներ էր, բայց օգուտ չեր տեսած, ընդհակառակը հիվանդությունը ավելի վատթարացեր էր։ Ասիկա լսել են հետո ալիվս գվախնաս բժշկի երթալու, գսես ինձ բժիշկները ավելի վատ չեն գացությունը, սա մարդ չեմ ուզեր երթալ։ Բայց նո, ասիկա սխալ բժիշկներ են, սխալ թուրեր են, սխալ հասցեներ են, գսկուշացնեմ ձեզի երդասարտներ։ Հանգակին ծնողներ գսկուշացնեմ, որու գտիմեք ձեր ցավերուն, հարցերուն, ցախորտություններուն համար։ Որու գտիմեք։ Եվ ուրիշ մտածումը վերառնեմ, այս գինը ամեն օր գսե արյունահոսության մեջ էր եւ կնշանակի, որ ամեն օր արյունը գործընծներ։ Եվ մենք գիտենք, որ արյունն է, որ մեզի կանգուն կբահե, մարմինը արյունով է, որ կանգուն կմնա։ Եվ առանց արյունի մարդ չի գա։ Ուրեմն, երբ որ դու արյուն կգործընծնես, կնշանակի, որ կյանք կգործընծնես։ Ամեն օր իր կյանքեն կսպարեր, որովհետև գիտեք սիրելիներ, կյանքը, երբ որ գծնի երեխան, ամեն օր քերեզմանին կմոտենա։ Եվ ճիշտ այս գնոջ պես, որ ինչպես ինք կգործընծներ արյուն, ամեն օր քիչը ավելի գմերներ, ամեն օր քիչը ավելի քերեզմանին կմոտենար։ Իր վիճակը ասիա էր։ Եվ որ գիտես, որ քերեզմանին օրեօր ավելի կմոտենաս, ինչպես կուզես, որ ուրախ լաս։ Հաջորդ եւ կարևոր մտածումը, որ մի փոխանցեմ քեզի հետեւյալն է, որ այս գնոջ ցավը չեր երևար։ Գիտեք, երևցող ցավեր կան եւ չերևցող ցավեր կան։ Երևցող ցավերը շատ հեշտ է թարմանելը։ Ագանչդ կցավի, գլուխդ կցավի, ստամոքսդ կցավի, ագրատ կցավի, ջարեգա։ Եվ գրնաս կովինի տեսել, որ գիտես ինչ գլուխացավ ունիմ, երթամ հանգստանամ քիչ, երկու հատ տեղադառնեմ, հանգստանամ, կնանամ, գրնաս ասել։ Բայց երբ որ ցավը լուրջ է, չես համարցակիր ուրիշին ասել եւ ծածուկ կբահես։ Որքան որ ցավը մեծը լա, լուրջը լա, մարդիկ այնքան կփորձեն բահել այդ ցավը։ Որքան որ հարցեր լուրջը լա ընտանիքի մեջ, օրինակ, ըսի սավներ կան, չեն ուզեր ուրիշին ասել, ծածուկ կմնա։ Դուրս կելեն դեր եւ դիգին թեվթևի կմտնան, թրացին կժպդան, կփարևեն, եկեղեցի կան ալելույա գսեն, դուն կմտնեն, իրարու հետ խնդիր ունին։ Բայց որովհետև իրենք հանրության մեջ են, չեն գրնար այդ ցավը հանրության մեջ ասել։ Այնքան ադեմ, որ կարելի է ծածկել կծածկեն։ Ուրեմն ցեզի փամը ասեմ, ցավը ծածկելու համար մարդիկ ինչ կկործածեն, թիմակ։ Եվ այդ թիմակը գխորին, որ կյանքի մեջ ամենաշատ կործածված բանն է։ Արդու գարտանաս դուրս կելես, դունետ թիմակդ կհակնիս, եւ վստահաբար ժպտացող թիմակ կլա, գիտեք, ժպտացող թիմակներ, եւ մարդոց վրա այնպիսի դպավորություն գցենք, որ մենք ուրախ ենք։ Հալելույա։ Շատ ուրախ եմ ես այսօր։ Մինչ այդ թիմակը որ վերցնես, ցավը հոն է։ Արցունքը հոն է։ Ժպտացող է թիմակը, բայց արցունքը հոն է։ Եվ այդ թիմակը երբ որ դու երթաս գանես եւ դու նգախես այդտեղը հաջորդ օրը գործածելու համար։ Ծածուկ ցավ, քախնի ցավ, բջլիկ մադիկներում մեջ բահված թափանցիկ փուշը, աննշմարելի, աննկատելի,
անսպասելի ցավ, որ շատ ավելի վտանգավոր է, քան թե երևցող ցավը։ Եվ այնինչ, որ չերևար մարդոց համար, Աստուծո համար ադիգա երևելի է։ Աստված կդեսնե այն ցավը, որ մարդիկ չեն դեսներ։ Աստված կհասնի այն ցավին, իր ցերքը երկարելով, խորակույն մասերը գիչնե քու կյանքիդ, ինչ որ բժիշկները չեն գրնար։ Ոչ թեղերով, ոչ թեղակիրով, ոչ կորձողությունով, ոչ վիրաբուժությունով, ոչ մասնակիտությունով, ոչ մեկ կերպով գրնան հոգևոր աշխարհիդ մեջ, ներաշխարհիդ մեջ եղած ցավը, վիշտը, առանցնությունը, արցունքը, մենակությունը, հուսախաբությունը, ընկճվածությունը, թավաջանության զգացումները եւ այս բոլոր վախերը մեկը չի գրնար բժշկել այնքան որքան Հիսուսի միջամտությունը քո կյանքիդ մեջ։ Քախնի ցավեր, ձաձուկ ցավեր, մարդոց աչքերեն վրիբած ցավեր։ Բայց Աստված որ գնայի քեզի գսե խոսքը որ չի գա արարածը, որ անոր արչև չերևար, ամեն բանը ստագ է։ Մինչ հիմա խոսեցանք հուսախապական կամ հուսալքելիք մտածումներով ներկայացինք այս գինը։ Հիմա պատմությունով չի լրանար։ Տեսանք, որ հանդանելի վիճակ ունի։ 27-րդ համարի ինչ կսե։ Լսելով Հիսուսի մասին ամփոխին մեջ են եկավ, որովհետև վճռած էր, ասելով, որ այս բժիշկին ալ պիտի եմ ես, որտև լսած եմ իր գործերուն, խոսքերուն եւ ռազներուն մասին։ Մահոս մոմենտը անդրադառնամ իր լսածին մասին։ Գսե լսեց, օրը լսեց, ինչպես լսեց ուրիշ բժիշկներուն մասին, Հիսուսի մասին լսեց։ Ուրեմն մեր լսելիքը, մեր լսածը կարևոր է։ Կարևոր է, որ դու ինչ կլսես օրվա ընթացքին։ Կարևոր է, որ որու կլսես օրվա ընթացքին։ Որովհետև քու լսածդ կրնա քեզի շարժել։ Քու լսածդ կրնա քեզի փրկության առաջնորդել։ Քու լսածդ կրնա քեզի Հիսուսին դանել։ Եվ կամ քու լսածդ կրնա քեզի աբագանել։ Դու որոշե որ ինչ կլսես։ Դու որոշե երդասարդ որ քու կրբանդ գտնվող մոբայլդ, սելֆոնդ ինչ գայաններու վրա գտնես, որու գլսես, որու խոսքերը, որու ջարերը, որու պատկամները, որու փիլիսոփայությունը գլսես, անիկան մեծ թեր ունի քու կյանքիդ վրա, մեծ թեր ունի քու դրամատրությանդ վրա, մեծ թեր ունի քու աբակայիդ վրա։ Այս գինը լսեց, բայց լսեց Հիսուսի մասին։ Ուրեմն երբ որ մենք պիտի լսենք բամը, ընդրենք մեր լսածները սիրելիներ, ընդրենք։ Դու գրնաս ընդրել քու միջավայրդ, դու գրնաս ընդրել քու լսելիքդ, դու գրնաս ընդրել քու տիդելիքդ, ինչ կտիդես, եւ տիդածդ լսածդ գաստեն քու վրատ, ով երդասարդ։ Ուրեմն ընդրե ինչ որ պիտի լսես, այս գինը լսեց փանիմը մասին, որ զինքը իր դեղեն շարժեց։ Լսեց Հիսուսի մասին եւ այդ խոսքը իրեն շարժման մեջ դրավ եւ երբ որ շիդակ բան լսես տուն քեզի շարժման մեջ կտնե անիգա շարժման մեջ թեպի փրկություն շարժման մեջ թեպի ազատագրում շարժման մեջ թեպի բժշկություն օկուլուսածը շատ կարեւոր է ուրեմն քեզի համար մենք կնդրենք մեր լսելիքը եւ դեսնելիքը, տիդելիքը, ասկագանդ, հարազադդ, հորեղբորորդիդ, մորեղբորորդիդ դու չես ընդրեր, անոնք կտրվին քու կյանքիդ մեջ, բայց քու ընկերդ դու կնդրես։ Հիմա ինձ իսե ով է քու best friend-դ, որովհետեւ ասեմ քեզի ով ես դու։ Եվ ես ավելի մի դեսեմ։ Ժամանակին ադիգա շատ կկործած էինք։
Բայց հիմա ուրիշ բան բիդսեմ քեզի։ Հիմա ինձ ցույց տուր, որ դու մեդիայի վրա որու լայք կնես եւ ասեմ քեզի ով ես դու։ Մեկա ցույց տուր ինձ լայքերը, որուն լայք կնես, որու գեդևիս, որու ագանջ կուդաս, որու աչքերդ կհարես, որու գուզես նմանիլ, որու ծևերը գուզես առնել, որու վես գուզես մազերդ կդրել, հյուսել, քալել, հակնիլ, ասեմ քեզի ով ես դու։ Բեք չունիմ քեզի հետ խոսելու, ինձ միայն Facebook-ի account-ի password-ը դուր, այսինքն password-ը դուր։ Գամ TikTok-ին, TikTok-ին, TikTok-ին բաները դուր ինձի, քեզի գսեմ ես ով ես դու։ Ով ես դու, ինչ է արժեքդ։ Այս գինը լսեց եւ իր լսածը իրեն մղեց Հիսուսին երթալու։ So Անդրե ինչ կլսես։ Այս ագանչներում մեջ պետք է մաղ լա, մաղ, պետք է մաղեն անցնենք, ինչ որ անբատկար է վդարենք, ինչ որ բատկարելի է Ադիգա անթունինք, նույնպես ալ մեր աչքերը, որ մարմին բադուանն է, մաքրե այդ բադուանը, որովհետեւ Քրիստոսի հրաշափայլ ցոլքը արցականքե մտնեք ու աչքերդ ներս եւ մաքրե քեզի։ Ուրեմն մենք գնդրենք մեր լսելիքը եւ դեսնելիքը։ Լսելով Հիսուսի մասին ամփոխի մեջ են եկավ եւ Հիսուսի ետևեն ու տբավ անոր հագուստին։ Կարդոնեք, որ քիչ ավելի խորանամ։ Ժամացույց կահոն դե, բայց բատկամապերմը սերը, որ թիմացս ժամացույց թրեր են, նեղվեր է։ Սերը սա ժամացույց հանեցեք է, ասերը, գդանչեք որ ինձի, դեղը օրացույց թրեք։ Մարդը 24 ժամ գխոսի եղեն։ Բողոսարակյալ ալ խոսքը երգարեց, բադուանի վրա և դիգոսը նստեր էր վարինգավ։ Ոս բադուանի վրա նստոգա, հայ ժողովուրդ, մեկը չի ա, չէ, շատ լավ, շարունակենք, խորանանք, գսե հակուստին ձայրամասին տվավ, այլ թակմանության մեջ, գսե ձայրամաս, հակուստին ձայրամասը, ուրեմն հրյաները երգար հակուստ կհակնեին այդպես, կեդին կսվելու չապ ասենք, և այդ հակուստին ձայրամասը, որ գգոչվի ձոբ, հայերենով, ձոբ գգոչվի, այդ ձոբին վրա աշխատծված կլար, հետսեք, այո, ուրեմն այդ ինչու համար ուզեց հակուստին ձայրամասին, ադիգա է որ գպորցեն պացադրել, ինչու համար ուզեց հակուստին ձայրամասին տպնալ և ոչ թե ուսին, որ մեկ ավելի թյուրին է, մեկ ումի ետևեն կալ և ուսին տպնալ դիկրան եղբայր, ուսի տպնամ, ադի թյուրին է թե ոչ դիկրան եղբայր հակուստի ձոբին տպնամ, պետք է ատե կեդին պրվիմ ես, ձունգի կամ սողամ որ հակուստին ձոբին տպնամ, և կարևոր է աստեղը, որ կիտնանք հրյաները իրենց հակուստին ձոբին վրա աստուծո խոսքը կանտագած գարած գլային այդ ձոբին վրա, և այս գինը ուզեց խոսքին տպչիլ, խոսքին տպչիլ, դուն կգարձես, որ այս խոսքը 2000 դարվա արժեք չունի, մենք 21-րդ դարու մեջ կաբրինք ռոբոտներու կյանքը աշխարհը ամեն ինչ մեքենայացած է, ամեն ինչ գոջակներու պիտի տպչիս, գվարի, գմարի եւ գամ առանց տպչելու, գսես գվարի լույսերը։ Եվ կարծեք թե մարդիկ եղած են բջլիկ աստվածներ։ Լույսը վարե, Google, turn on the lights, Google-ը լույսը գվարե։ Աստուծո բես կուզենալալ։ Hey Siri, take me to home. Առանց տպնալու, Siri-ն գպանա քեզի GPS-ը դուն գտանի քեզի, առանց տպչելու, ուրեմն մարդիկ կսեն, որ այս խոսքը ինչ պիտեն է ինձի, բայց այս գինը եկավ խոսքին տպչելու, և եթե մինչև այսօր խոսքին հետ առնչված չեք ու կյանքդ, դագավին կու ծավերուտ մեջ կգենաս, փորձե խոսքին միավորվիլ, փորձե խոսքին գարչիլ, փորձե խոսքին հարիլ, փորձե խոսքին հավատալ, փորձե խոսքին մեջ խորասուզվիլ, եւ պիտի տեսնես, որ խոսքը իր մեջ ունի զորությունը,
բրգելու, բժշկելու, սրբելու, զորացնելու, հաղթահարելու քո կյանքդ։ Խոսքը Ձոբին վրա գարված խոսքը անորթ բավ, որովհետև խոսքը եւ փանը նույնն են, չէ՞, փանը մարմին եղավ, փանը խոսքն է, փանը միտքն է, փանը խոսքն է ուրեմն Հիսուսին տպնալ կամ իր խոսքին տպչիլ միևնույն բանն է, Տիրոջը խոսքն է ասիգա, մարդու խոսք չէ, եւ երբ որ տպավ իր մարմնի մեջ անմիջապես արյունահոսությունը թատրեցավ եւ ինք իմացավ, ինք զգաց, այսինքն ինքը փորձառություն ունեցավ եւ մենք կխոսենք փորձառություն ունենալու մասին այս գիշեր նաեւ Ձաձուկ ցավերդ բրգվելու համար փորձառություն պետք է ունենաս եւ ոչ թե լավ լսե դեսություն գրնալը շատ լավ դեսություն ունի Հիսուսի մասին ինչ մելա բաներ գիտես գարկեմ բայց փորձառություն ունիս Աստվածապանություն ուսանած ես գրնալալ Գիտելիքներ ամփարած ես, ինսայքլոպեդիա է միտքդ սիրտդ, ամեն լեցված է խոսքով, բայց փորձառություն ունիս։ Այս կինը փորձառություն ունեցավ, ինչու որովհետև իր մարմնի մեջ զգաց, որ ինքը բժշկված է։ Սիրելիներ, Քրիստոսի հետ ապրիլը փորձառություն է։ Ամենօրյա փորձառություն է։ Եվ քեզի բանը ասեմ, քու գողքդ ով նստած է, մեկ հատ ադոր թբիր Հիսուս ավելի իրական է, քան քու կովդ նստողը։ Հիսուս ավելի իրական է, քան քու կովդ նստողը։ Եվ փորձառությունն է, որ մեզի անիգա գներշնչե, որ Քրիստոս իրական է եւ ոչ թե երևակայական։ Ուրեմն այս գինը իր մարմնի մեջ զգաց, որ ինքը բժշկված է։ Նույն բանուն Հիսուս զգաց, որ իր մեջ զորություն է լավ։ Այսինքն այս գինը եկավ եւ Հիսուսեն զորություն կողցավ։ Առանց իրեն արցնելու Առանց իրեն արցնելու զորություն կողցավ, բժշկություն կողցավ։ Հիսուս կսիրե աստեսակ կողերը։ Աշակերտները իրենսին այս կամ մարդիկ քեզի գերմշտեգեն հիմա ասիգա խոսք է որ դու գսես ով ինձի տբավ։ Ամեն մարդ քեզի գերմշտեգ է ով ինձի տբավ։ Քիչ ավելի խորանանք։ Սիրելիներ, բազմությունով շրջապատված էր Հիսուս։ Մարդիկ կհրմշտգեին իրեն, մարդիկ կտպչեին իրեն, բայց մեկ հոգին բժշկություն ունեցավ։ Գիտեք ինչու, գիտեք ինչի նմանցնեմ, հազարավորներ գուքան եկեղեցի, գմտնեն ու գելեն եղածնին պես, բայց ով է անիգա, որ Աստուծո գհանդիպի։ Այս գինը Աստուծո հանդիպեցավ։ Մյուսները լոկ եկեղեցի կացող եկող աթորդակցնող են։ Գերտանգու կանդարիները վեր նույնն են։ Աստուծո չեն հանդիպիր։ Բայց այս գինը Աստծո հանդիպեցավ։ Ուրեմն շատեր կմտնեն, շատեր կուքան, շատեր կգիտնան, շատեր կսորվին, բայց քիչեր են անոնք, որոնք կհանդիպին Աստուծո։ Եվ Աստուծո հանդիպողը առաջին հերթին միտքս կգաբեմ այս բանուն այդ հրաշալի ցկնորսության, որ երբ որ Պետրոսի ուրգանը բادرվելու չափ ցուգերով լեցվեցան, Պետրոս ինչ ստավ այնտեղ Հիսուսին։ Ինձ մեհերացիր, որովհետև ես մեղավոր եմ։ Զարմանալի է, չէ՞։ Ինչու քեզ մե պիտի երանամ, որովհետև դու մեղավոր ես, ադորամար։ Այո։ Եվ որ գանտիբինք Հիսուսին, առաջին բանը որ կտեսնենք, մեր մեղքերն են։ Իսկ եթե մեր մեղքերը չենք տեսներ իր դանը մեջ, կնշանակե, որ իրեն չենք հանդիպած։ Եթե քու մեղքերդ չես տեսներ, եթե քու ցավերդ չես տեսներ, եթե քու վերքերդ ու մեղքերդ ու անցանքներդ չես տեսներ, կնշանակե, որ դու գուքաս աստեղը չես տեսներ Հիսուսին։ Կտեսնես քեղեցիկ ներգայացում, թադերկություն, կտեսնես բարեկամներ, կցերնվիս, կխնդաս, կժպտաս, դու գերտաս։ Բայց Հիսուսին հանդիպողը առաջին հերթին իր մեղքերը կտեսնե։ Եվ որ իր մեղքերը կտեսնե, կբժշկվի, որովհետև այլևս չի ծածկվի իր բամը ի հայտ կուքա։ Եվ այս կնոջ հավատքը, որ
Հիսուսին համար ծանոթ էր, մյուսներուն համար անծանոթ էր, իր հավատքը ցույց տվավ, քախնի հավատքը բացահայտորեն ցույց տվավ իր բժշկությունը, իր ցավերուն բժշկությունը, իր մեղքերուն թողությունը, որովհետև բնակրի մեջ կործածված փարը, որ քնա աղջիկս հավատքը բժշկեց քեզ, կնշանակե ամբողջական բժշկություն, թե ֆիզիկական եւ թե հոգեվոր, թե երևցող ցավերը, թե չերևցող ցավերը, ով գուզե այսօր ամբողջական բժշկություն ունենալ, ով գուզե այսօր որ իր կյանքի մեջ ունենա այս գնոջ փորձառությունը, խոսքին հետ հանդիպի, Հիսուսին հետ հանդիպի, ով գուզե, գեցեք, տասնյակներ են անոնց ձեռքերը, որոնք կբարձրանան։ Այսօր արդագարգ կերպով ունենալու ենք ամենքս այդ հբումը, այդ հանդիպումը թեմ արդեմ Հիսուսին հետ, խոնարհենք եւ աղոթքով վերջացնենք։ Անոնք, որոնք իրենց ձեռքերը բարձրացուցին, գրնան ոտքի կանգնել իրենց տեղերում մեջ։ Հալելույա Տեր, փառքես Տեր, փառքես Տեր, փառքես Տեր։ Շնորհակալ ենք Տեր, փառավորվիր քու սուրբ անունդ։ Շնորհակալ ենք այն բոլոր նվիրումներուն համար, այն բոլոր անգեղծ արդահայտության համար, այն բոլոր գարիքներուն համար, որ անգեղծորեն քու դիմացդ կանգնած գսեն, ով դեր ես կուզեմ քեզի դպչիլ, ով դեր կուզեմ քեզի հարիլ, քեզի գարչիլ, քեզի միացած մնալ, քեզի հետ միավորված լալ, անգախ ամեն նախաբաշարումները, անգախ ամեն շրջաբադե, որ ինձի գերմշտգեն եւ իրենց գարձիկը կուտան եւ իրենց աստեցությունը գցկեն, ես կուզեմ քեզի դպչիլ այսօր, որովհետեւ իմ ցավերուս բժշկությունը քու մեջը դե, իմ հարցերուս լուծումը քու մեջը դե դեր, ես քեզի դպչիլ ուզեմ այս գիշեր, իմ ծածուկ ցավերես ազատողն ու փրկողը դունես Տեր, ուրիշ թռներ փախեցի դարիներով, ունայն ելան, խոստումներ դվին, ամենը ունայն էին, բայց ով դեր այս գիշեր անդրադառնամ, որ քեզի դպչիլը բարի է իմ հոգուս, քեզի դպչիլը կյանք է, քեզի դպչիլը նորոգություն է, քեզի այդ հանդիպիլը կյանքի համն է, քաղցրությունն է, ես այսօր այդ փորձառությունը գուզեմ ով դեր ունենալ, ոչ թե մտքի դեսագետ, ոչ թե դեսություն, այլ գուզեմ փորձառություն ունենալ, փորձառությունը, որ նոր է այսօր, առաջին անգամն է, որ քեզի այդ հանդիպումի իրականության դիմաց կգենամ։ Հակոբ նահաբեդ գիշերվա մեջ Եսավին ցերքեն գփախչեր եւ քարմա արավ գլխունդակ թրավ ու երազտեսավ եւ հաջորդ օրը արտնցավ դերը հոսեր ու ես չգիտա բայց այսօր դերը հոս է եւ դու գիտես որ դերը հոս է անոր համար գարչիր իրեն քրգիրզինք հագրե հագ պատվիր իրեն Պատուգրե իր կղանցքին, իր խոսքին, իր նայվածքին, իր սիրույն, իր մոդեցումին, իր հբումին, այսօր ով դեր, այսօր, շնորհակալությամբ փառքուդան քեզի, այն բոլոր նորոգված հոգիներուն համար, փառքուդան քեզի, որ դու կործեցիր, Փառքուդան քեզի որդուն այցելեցիր հոգիովդ ամեն մեկունով դեր ես ականջին խոսեցա Սուրբ Հոգի տուն արիր այդ խոսքը եւ սրդերում մեջ դեղավորեցիր շնորհակալ եմ ով դեր քու կորձը դե քու խոսքը դե քու անունը դե քու փառքը դե քու մեծությունը դե
եւ մենք քեզի կպատկանենք։ Ով դեր շնորհակալ եմ կատարած սկանչելի բժշկության եւ փրկության համար այս գիշեր։ Ալելույա։ Ալելույա։ Ով դեր ես կուզեմ այս օրվանե սկսյալ քեզի միավորված մնալ։ Ինչպես ջուղը ծառին վրա, արմադին վրա, որդադունգին վրա, այնպես ալ ես կուզեմ քեզի միավորված մնալ դեր, քեզ մեջ չհերանալ, որովհետև դու ես ամեն բանի մեջ լեցնողը, իմ թադար կյանքս, իմ խորը ցավերս, իմ արցունքներս, իմ մենակությունս, իմ հարցումներս, շփոթություններս, վախերս, բոլորը քո մեջդ կան հետանան, գահալին, գոչնչանան, քանի որ դեր քո մեջդ կստանամ ամբողջական բավարարություն։ Փառքես Տեր, շնորհակալություն հայտնենք Հիսուսին։ Բոլոր սրտովը շնորհակալություն հայտնենք Հիսուսին։ Շնորհակալություն հայտնենք բոլոր սրտովը Սուրբ Հոգին կորցած հրաշալի միջամտության, Հոր Աստուծո սրդեն բխած սիրույն, շնորհակալություն հայտնենք թանկագին եղբայրս քույրս, թանկագին հայրդի, շնորհակալություն հայտնենք Տերը այսօր գեղեցկագույն բանը հրավ քո կյանքիդ մեջ։ Ալելույա, ալելույա, փառք Հորը եւ Որդվույն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։